Նա հայ բոլշևիկ հեղափոխական էր, այնուհետև խորհրդային պետական ու քաղաքական գործիչ։ Խորհրդային միության առանցքային գործչի Անաստաս Միկոյան Իլիչից մինչև Իլիչ գիրքն է թարգմանվել հայերեն։ Այդ մեծ կյանքի հիմքում փաստերն են։ Գիրքն էլ Միկոյանի կյանքի պես փաստագրական դրամա է։ Նա բարի, արդար ու անկեղծ մարդ էր, ասում է Ստաս Նամինը, Անաստաս Միկոյանի թոռը։ Հիանալի է, որ գյուղացի երիտասարդը կրթված է, հրաշալի գիտի պատմություն եւ կարողանում է ձևակերպել իր մտքերն այնպես, որ ամբողջ աշխարհն իրեն ճանաչում է որպես մեծ դիվանագետ։ Անաստաս Միկոյանի հետ ընկերություն են արել նաև իր թշնամիները, եւ ոչ միայն ընկերություն են արել, այլ նաև հարգել են։ Նա հայ է ոչ միայն ծագումով, այլ հոգով ու մտքով, համոզված է Ստաս Նամինը։ Իր կարծիքով դա է կարևոր նախապայմանը, որ հայ մարդն այսօր կարդա ու ճանաչի Անաստաս Միկոյանին։ Այս գիրքը կարդալով ընդհանրապես պատկերացի թե ինչ բան է համաշխարհային քաղաքականությունը, ինչպես պետք է փորձել կարգավորել համաշխարհային խնդիրները։ Միկոյանի որդիները հրապուրվել են իրենց հորեղբոր մասնագիտությամբ, դարձել ավիակոնստրուկտոր։ Եվ կիսատ է մնացել Անաստաս Միկոյանի դիվանագիտական ուղին։ Մանրամասներն հայտ եկել նոր փաստերը, որոնք վկայում են այն մասին, որ մենք իսկապես գործ ունենք համաշխարհային մակարդակի գործչի հետ, որը ազգությամբ հայ էր, ծնվել է Հայաստանում եւ մեծ դերակատարում ունեցել բազմաթիվ այդ ժամանակաշրջանի սառը պատերազմյան ժամանակաշրջանի բազմաթիվ հիմնախնդիրների խնդիրների կարգավորման գործում։ Անաստաս Միկոյանն ընդամենը սովետահայ գործիչ չէր, կարծում է գրքի թարգմանիչը։ Նա մեր խորհրդային անցյալի կարևոր դեմքերից մեկն է, ում հակասական կենսագրությունը սերունդների համար պատմելու ահռելի նյութ է։ Լանա Համբարձումյան, Նորա Շարբաթյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։